Տիկնակ եւ պարոնայք, այսօրվա մամուլում մի սարսափելի պատմություն է հրապարակվել։ Մամուլի հրապարակումներով առաջնորդվեմ, սաղիթ պետք է տանեմ լսեմ ածի պատվալը։ Հետմիջում, անջատեք է։ Չորս տարի առաջ ներկայիս խորհրդարանի ղեկավար Ալեն Սիմոնյանին շնորհավորելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր. մենք անցնում ենք պատմական փորձությունների միջով։ Եվ այս ճանապարհին կարևոր է, որ խորհրդարանը եւ խորհրդարանական բանավեճերը լինեն համախմբման եւ ոչ երբեք պառակտման միջոց։ Մեկ տարուց կգնանք նոր ընտրությունների, բայց մինչ օրս դժվար է հիշել մի նստաշրջան, որի ընթացքում իշխանությունն ու ընդդիմությունը բանավիճել են քաղաքակիրթ առանց ծեծկրտուքի կամ փոխադարձ վիրավորանքների։ Վերջին միջադեպի գլխավոր հերոսը կառավարության ղեկավարն էր, ով ափերից դուրս եկավ հաշված րոպեների ընթացքում։ Ինչից սկսվեց վեճը, ինչը հունից հանեց վարչապետին եւ ինչ հետևանքներ են սպասվում։ Այս մասին ենք այսօր զրուցելու խորհրդարանում աշխատող իմ գործընկեր Շողիկ Գալստյանի հետ։ Բարի օր, Շողիկ։ Երրորդ օրն է, լրատվամիջոցներն ու սոցիալական ցանցերը քննարկում են ազգային ժողովի վերջին միջադեպը, որի ընթացքում վարչապետը սպառնաց ընդդիմախոսներին, ասաց ներվերս մի կերեք, հետո էլ վիրավորեց մի բառով, որ ես հիմա չեմ ուզի արտաբերել։ Ազգային ժողովի խոսնակն ասում է ներողություն պիտի խնդրեն վարչապետին այդ վիճակին հասցնողները։ Եվ քանի որ դու ես ծայրից ծայր այդ օրը հետևել կառավարության հետ հարցու պատասխանին, կասես այդ ով եւ ինչպես հասցրեց վարչապետին։ Իրականում ընդդիմադիր պատգամավորները հիմնականում երկու թեմայի վրա էին կենտրոնացած. նոր-նորքի վարչական շրջանում թաղապետարանի շենքում տեղի ունեցած ծեծկրտուքի եւ դրանից բացի նաեւ կոռուպցիոն տարբեր հրապարակումների մասին էին հարցնում։ Այդ 500 կիլոմետրը կամ քանի կիլոմետրը որ վերանորոգել եք, քանի անգամ եք կրկնավ վերանորոգել, որովհետև մեր փողոցը վերանորոգել եք, հետո մի հատ փոսալցում եք արել, հիմա մի հատ էլի փոսալցում պետք է արվի, վերջից զզվեք մի հատ նորից վերանորոգեք։ Թեման սկսեց Արթուր Խաչատրյանը, հարցրեց անորակ ասֆալտների մասին եւ այստեղ կասկածներ հայտնեց կրկին կոռուպցիոն հնարավոր չարաշահումների վերաբերյալ։ Եվ հայտնի չի էլի ինչքան պետք է մսխվի, որտեղ նույն մարդիկ են, նույն շինարարներն են, նույն պատվիրատուներն են։ Հետագայում արդեն հարցեր ուղղեցին նրան Քրիստինե Վարդանյանը եւ Աննա Գրիգորյանը, երկու падգամավորների հարցերն էլ առաջին հերթին վերաբերվում էին նոր-նոր վարչական շրջանի թաղապետարանի շենքում տեղի ունեցած այդ միջադեպին։ Ապրիլի 30-ին նոր-նորքի համայնքապետը ուղիղ եթերում լրատվամիջոցների առկայությամբ բառի բուն իմաստով տասնյակից ավել մարդով հարձակվելով ծեծի է ենթարկել բլոգեր Արտուր Չախոյանին եւ վարչապետին հիշեցրեց, որ նախապատմությունը դրա եւս կապ է ունեցել կոռուպցիոն ահազանգերի հետ, ակտիվիստը, որին նոր-նոր վարչական շրջանի թաղապետը ծեծեց հենց թաղապետարանի շենքում, կոռուպցիոն ահազանգերի մասին էր խոսում, անորակ մանկապարտեզների շինարարություններ եւ այլն։ 300 միլիոն դրամի նախագծային արժեքով մանկապարտեզ պիտի կառուցեր նոր-նորքում, որը պիտի շահագործման հանձնված լիներ 2024-ի սեպտեմբերին, բայց մարդիկ գնացել են բացահայտել են 2025-ի ապրիլին, որ այդ մանկապարտեզը շատ հեռու է շահագործման հանձնելու վիճակի լինելուց։ Փաշինյանը իրականում Քրիստինե Վարդանյանի հարցին շատ հանգիստ արձագանքեց, առանց զայրանալու, առանց ընդդիմադիրներին նախատելու։ Այսինքն հիմա դուք ինչ եք նկարագրում եք մի սխեմա, որով որևէ մեկը կարող է յուրացնել պետական բյուջեի որևէ գումար, այդպիսի մարդը չի կարող իմ եւ մեր քաղաքական թիմից լինել, չի կարող ուղղակի։ Բայց երբ հարցը կրկնեց արդեն Աննա Գրիգորյանը, վարքյանների ընթացքում վարչապետը կարող ենք ասել, որ հունից դուրս եկավ։ Բոլոր են դեպքերում, երբ որ քրեական պատասխանատվության ենթակա մարդ կա, բոլոր այդ դեպքերում քրեական պատասխանատվության մարդը կենթարկվի։ Իրեն հատկապես զայրացրեց մամուլում կոռուպցիոն հրապարակումների մասին падգամավորի դիտարկումը եւ այստեղ նա հունից դուրս եկավ, հիշեցրեց, որ կոռումպացվածը իրենք են, կոռուպցիան իր թիվ 1 թշնամին է, իրեն չեն կարող մեղադրել կոռուպցիոն պատմությունների կամ դրանք հովանավորելու համար։ Ինչ գործ ունեք դուք ես դահլիճում ընդհանրապես նստած։ Մամուլի հրապարակումներով առաջնորդվեմ, սաղիթ պետք է տանեմ լսեմ ածի պատվալը, որ մամուլի
Այստեղից արդեն մյուս падգամավորների հետ լեզվակռվի մեջ մտավ, կադրերից հասկացվում էր, որ առաջին հերթին իր հեռակա կռիվը Սեյրան Օհանյանի հետ էր։ 5-րդ տանիվ եք, ազդեցության գործակալ եք, մամուլը։ Մամուլի գրածների նստեք տեղները ձեններդ կտրեք, ներվերս էլ չուտեք։ Ասի, վերնգի տեղը տասի, ներվերս չուտեք։ Այդ ընթացքում, երբ ազգային ժողովի նախագահը նկատեց, որ իրավիճակը կարծես թե չի խաղաղվում եւ վարչապետը շարունակում է մեղադրանքներ հնչեցնել ընդդիմադիրների հասցեին, ընդմիջում հայտարարեց. Ընդմիջում, անջատեք եթերը։ Ընդմիջման ժամանակ իմ գործընկերներին հաջողվել էր նաև օթյակից կարճ չտեսա նյութեր հրապարակել, որտեղ երևում է, որ վարչապետը նաև ընդմիջման ժամանակ է շարունակում, արդեն իջնում է ամբիոնից, գալիս է դեպի Սեյրան Օհանյանի հատված, այդտեղ կրկին հայտարարություններ է անում, Սեյրան Օհանյանի հասցեին մեղադրանքներ հնչեցնում։ Բայց բոլոր այն քննադատությունները, որ դու թվարկեցիր, բոլոր այն հարցերը, որոնց մասին ասացիր, կարծես թե ծայրից ծայր համահունչ են այս կառավարության հայտարարած քաղաքականությանը։ Նույն վարչապետն էլ անընդհատ կառավարության նիստերի ժամանակ հայտարարում է, որ պետք է պայքարել կոռուպցիայի դեմ եւ որ դա իր իշխանության թիվ 1 առաջնահերթությունն է։ Հիմա երբ ընդդիմադիրները պահանջում են կոռուպցիոներներին պատժել, ինչու է վարչապետը դրան սուր արձագանքում։ Հեղինե, իրականում դժվար է ասել, թե ինչու է այս հարցը հունից հանում վարչապետին։ Չեմ սխալվի, եթե ասեմ, որ սա առաջին դեպքը չէ, որ կոռուպցիայի մասին ընդդիմադիրների հարցերը ինքը շատ զայրույթով է ընդունում եւ միանգամից հիշեցնում է ընդդիմադիրների կամ նրանց քաղաքական առաջնորդների կոռումպացվածության մասին մեղադրանքներ է հնչեցնում, ասում է, որ դուք այդպիսի իրավունք չունեք մեզ կոռուպցիայի մեջ մեղադրելու։ Իրականում այս բանավեճի մեջ վարչապետը այդպես էլ չի անդրադառնում եւ բաց է թողնում այն հարցերը, որոնք падգամավորները իրականում ուղիղ տալիս են վարչապետին։ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը 4.5 միլիարդ էր տրամադրել Fly Arnan ավիաընկերությունը ստեղծելու համար, Fly Arna կազմակերպությունը տապալվել է եւ հարկատուների գրպանից 4.5 միլիարդ դրամ ուղղակի մսխվել է։ Քանի անգամ եմ ձեզ հարցրել, մի մեղադրյալ, եթե Անիվի գործով չի ներգրավում այս գործի մեջ, հիմա դուք եկել ինչ եք ասում։ Նիկոլ Փաշինյանը սա երեք եւս շրջանցեց, այսինքն այս հարցին եւս ուղիղ չանդրադարձավ։ Անիվի հետ կապված, այո, ես չեմ դադարի ասել եւ պնդում եմ, որ այո, մենք բոլոր հնարավոր եւ անհնար միջոցները ձեռնարկել ենք եւ ձեռնարկում ենք, որպեսզի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար ճամփորդելու այլ ընտրանքային եւ մատչելի եղանակներ ձևավորվեն։ Բայց ընդդիմադիրները կոնկրետ հարցեր էին տալիս այս մասին։ Վարչապետը դրանց ինչպես էր զարգանքում, ինչ հակափաստարկ էր բերում այդ քննադատություններին։ Օրինակ, եթե Անիֆի օրինակով ասեմ, թե նախկինում, թե երեք կրկին հայտարարում էր, որ Անիֆում խնդիրների մասին դուք տեղեկացաք, որովհետև այնտեղ ստուգումներ եղան իմ հրահանգով։ Ասում էր մամուլում այդ հրապարակումները կան, որովհետև մամուլը Հայաստանում ազատ է։ Մամուլի ազատության ցուցանիշները Հայաստանում բարելավվել են։ Կոռուպցիայի դեմ պայքարի կարևորագույն կետերից մեկը կոռուպցիայի վերաբերյալ իրազեկումն է։ Կոռուպցիայի դեպքերի այդ բաները լուսարձակները, որ Հայաստանում այդքան բան են սփռված են կառավարության քաղաքականության շնորհիվ։ Չհասկացա, այդ արդեն ձեզ համար արդեն սովորական բան է, հա։ Հայաստանը որևէ ցուցանիշով աշխարհում 34-րդ տեղն է, եւ դա հա ինչ ա եղել որ։ Հա դե բա ինչ ա եղել թողելներ։ Այս օրինակ հիշում եմ, որ նախկինում եւս բազմաթիվ մամուլի հրապարակումներ են եղել եւ նույնիսկ պաշտոնանկություններ են հետևել մամուլի հրապարակումներին, աղմկահարույց հրապարակումներին նախկին իշխանության օրոք։ Օրինակ Միհրան Պողոսյանի օրինակը, երբ եղավ հրապարակումը հետքի եւ դրանից հետո հրաժարական ներկայացրեց այն ժամանակ ԴՀԿ պետ Միհրան Պողոսյանը։ Ուզում եմ ասել, այն ժամանակ են այդ հրապարակումները եղել են նաև հետևանքներ, իհարկե եղել են նաև օրինակներ, որ որևէ հետևանք չի եղել։ Եվ ինքն էլ չէ, կարծեմ, երբ խորհրդանում падգամավոր էր ու նաև լրագրող, ինքն էլ պարբերաբար մամուլի հրապարակումները բարձրաձայնում էր խորհրդանում եւ ստիպում այն ժամանակվա կառավարությանը քայլեր ձեռնարկել, այսինքն սա նոր քաղաքականություն ու ռազմավարություն չէ ընդդիմության կողմից։ Ինքը նույնիսկ հրապարակումները տպած գալիս էր, երբ որ ընդդիմադիր падգամավոր էր, հրապարակումները տպած գալիս էր խորհրդարան, կարդում էր այդ հրապարակումները։ Նիկոլ Փաշինյան, խնդրեմ։ Տիկնակ եւ պարոնայք, այսօրվա մամուլում
մի սարսափելի պատմություն է հրապարակվել ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանի իրականացրած առևանգումների եւ ահաբեկումների մասին։ Հնչեցնում էր ահազանգերը եւ ասում էր, որ օրինակ եթե հատուկ քննչական ծառայություն օրինակ այսինչ դեպքով գործ չհարուցի, ուրեմն դրանով կփաստի, որ ինքը կատարում է օրվա իշխանության հրահանգները։ Եվ ես պահանջում եմ, որ հատուկ քննչական ծառայությունը լուրջ քննության ենթարկի այս պատմությունը, որովհետև կան կոնկրետ փաստեր, կոնկրետ վկայություններ, որպեսզի վերջո պարզաբանենք, թե այդ ոստիկանության բաժինը Հայաստանի Հանրապետության ոստիկանության բաժինն է, թե Սամվել Ալեքսանյանի անձնական օգտագործման ոստիկանության բաժինն է։ Շնորհակալություն։ Այսինքն ինքը կոնկրետ հայտարարություններով եւ գործողություններով պահանջում էր, որ ընթացք տրվեն մամուլի հրապարակումներին։ Երեք շատ զայրացած էր, երբ որ մամուլի հրապարակումներն էին մեջբերում եւ ասում էր մամուլը Հայաստանում դատական իշխանություն չէ։ Ժողովրդական ոչ բռնի թավշե հեղափոխության արդյունքում Հայաստանը մամուլի ազատության համաշխարհային ինդեքսում 34-րդ տեղն է։ Այս մեկ սա հպարտանալու բան է։ Հայաստանի Հանրապետությունում մամուլը չի դատական իշխանություն։ Որքան ես եմ հասկանում, խորհրդանում ոչ ոք չէր վիճարկում, որ Հայաստանում մամուլը ավելի ազատ է, քան ասենք տարածաշրջանի մյուս երկրներում։ Խոսքն այն մասին էր, որ փոշիացվել են բյուջեի միլիարդավոր դրամներ եւ դա ի դեպ նաեւ Փաշինյանն էր ընդունել, ասել էր, որ անիֆի հետ տեղի ունեցածը խայտարակություններ, բայց փաստացի մինչեւ հիմա որևէ մեկը չի պատժվել։ Օրինակ Աննա Գրիգորյանը ասում էր առնվազն ընթացք տրվեն այդ հրապարակումներին, թափանցիկ քննություն լինի, հանրությունը տեսնի, թե ովքեր են առհասարակ ներգրավում այդ քրեական գործերում։ Անկեղծ ես միևնույն է չեմ հասկանում, թե այդտեղ հպարտանալու ինչ կա, որ մեդիաներում ամենօրյա ռեժիմով կոռուպցիոն նոր դեպքեր են արձանագրվում։ Հպարտանալու տեղ պետք է լիներ, երբ որ այդ կոռուպցիոն դեպքերը բացահայտվեին։ Ես պատգամավորը պնդում էր, որ դա տեղի չի ունենում հենց Նիկոլ Փաշինյանի քաղաքական կամքի բացակայության պատճառով, գուցե հենց այս գնահատականը վրդովեցրեց Փաշինյանին։ Հետևից գնալ, ինչ բյուջե լցնել կոռուպցիոն այդ նախկին սխեմաների մասով եւ այլն։ Դուք այդ քաղաքական կամքը չունեք ձեր սեփական թիմին պատասխանատվության ենթարկելու։ Դա ուղիղ պարզ ասեք։ Նաև անընդհատ զայրանում էր, թե ինչու են պատգամավորները իրեն հարցնում կոռուպցիոն դրվագներից, իրեն ասում, որ այս կամ այն պաշտոնյայի հետ կապված հրապարակում կա, սա էլ էր իրեն զայրացնում, ասում էր, որ այս տարիներին իրենք ստեղծել են այնպիսի ինստիտուտներ, այնպիսի կառուցակարգեր, որոնք զբաղվում են այդ ամենով եւ ինքը չէ, որ պետք է ստանձնի քննիչի, դատավորի կամ դատախազի գործառույթը։ Սրան զուգահեռ ամենայն հավանականությամբ կրկին Սեյրան Օհանյանին դիմելով ասում էր, որ այո, հենց դու պետքա հայտնվես ԱԱԾ պատվալում եւ կհայտնվես։ Առաջինը դու պետք է գնաս ու դու կգնաս։ Մինչ ընդդիմադիրները քննարկում են հնարավոր սցենարները վարչապետի այս հայտարարություններին ընթացք տալու, գլխավոր դատախազը շտապեց հայտարարել, որ քաղաքական գործընթացները չի մեկնաբանում, այսինքն ինքը արդեն իսկ համարեց, որ տեղի ունեցածը բացառապես քաղաքական վեճ էր եւ այնտեղ սպառնալիքներ վարչապետի արածները չէին պարունակում, ասածները։ Իրեն զուգահեռ ընդդիմադիրները խորհրդարանների միջանցքներում խոսում էին իրավական հնարավոր քայլերի մասին։ Իսկ ինչ քայլեր կարող են հետևել դրան օրինակ։ Իրենք ասում էին, որ իր պահվածքը խուլիգանություն է, սպառնալիքներ պարունակող։ Ես ենթադրում եմ, որ իրենք քննարկում էին դիմել դատախազություն վարչապետի այս վարքը քննարկման առարկա դարձնելու համար, բայց ինչպես արդեն ասացի, գլխավոր դատախազը դա համարում է քաղաքական խոսակցություն։ Չնայած ես հաղորդման սկզբում չցանկացա արտաբերել այդ բառը, բայց կարծես հիմա ստիպված եմ ասել, վարչապետը փաստորեն պատգամավորներից մեկին ասաց համբալ, այդ բառը Երևանցի Օպել քշող վարորդների հասցեին նաև քաղաքապետի հայրն էր ասել մի քանի ամիս առաջ, ինչը աղմուկ մեծ բարձրացրեց եւ քաղաքապետը իր հոր համար ներողություն խնդրեց։ Հիմա վարչապետը իր խոսքերի համար ներողություն խնդրել է։ Ոչ, հեղինե, մինչև այս պահը, այսինքն մինչև մեր զրույցի պահը այդպիսի հայտարարություն վարչապետի կողմից չի եղել, մենք նաև փորձել ենք իր մամուլի խոսնակի հետ կապվել, հասկանալ արդյոք մտադիր է վարչապետը ներողություն խնդրել այդ բառի համար, նա մեր զանգերին չի պատասխանել։ Ազգային ժողովի նախագահն է անդրադարձել այդ թեմային եւ Սիմոնյանը համարում է, որ ընդդիմադիրները պետք է ներողություն խնդրեն վարչապետից։ Այդ ամեն ինչը ընդդիմադիրների գործունեության
բռնության, այդ լկտիության, պահվածքի հետևանքեր։ Գալիս ասում են, գիտեք ինչ, այս գործով հələ որ որևիցե մեկը հավաքված չի։ Բա իհարկե պետք է պորտկես։ Դու գիտես ինքը քո գնահատականով, ժողովրդի գնահատականով, ինչ որտեղ նաև քրեական գործեր կան։ Այո, կան գործեր, որոնք շարունակվում են, ու այո, ինչ որ մարդկանց հետևից գալու է այս նույն դատախազը, գալու է։ Ես կարծում եմ, որ վարչապետի արձագանքն էլ շատ չի տարբերվի ազգային ժողովի նախագահի արձագանքից, որովհետև դրանից հետո նաև կառավարության նիստ է տեղի ունեցել, անդրադարձ չի եղել այդ թեմային։ Դեպ ամիսներ առաջ կառավարության նիստում հենց ինքն էր ասում, որ մեզ մոտ թե խոսքի մշակույթը վատ վիճակում է, ամեն երկրորդ բառից հետո իրար վրա գորգոռում ենք։ Այս թեմայի մասին չխոսենք, այն թեմայի մասին չխոսենք, այն թեմայի չխոսալու քաղաքականությունը մանավանդ ժողովրդավարության պայմաններում չի կարող ուղղակի գործել։ Այլ բան, որ երբ որ մենք խոսելու առիթներ ենք փնտրում եւ ստեղծում, հետո մի X պահի պարզվում է, որ մենք խոսել չգիտենք, որովհետեւ հենց սկսում ենք խոսել 15-րդ րոպեից աթոռները առնում ենք ու հագցնում իրար գլխի։ Ու սա շատ լուրջ խնդրեմ է։ Եվ ասում էր դա խորը խնդիր է, որին պետք է լուրջ վերաբերվել եւ այնպես անել, որ այդպիսի դրսեւորումներ չլինեն։ Պետք է վերադառնանք խոսելու կուլտուրային։ Պետք է վերադառնանք հարց քննարկել, ոչ թե վերադառնանք, այլ պետք է խոսենք այս մասին։ Դա մենք կարողանում ենք հարց քննարկել, թե ի վիճակի չենք որևէ հարց քննարկել։ Բայց իմ մոտեցումն է նա, որ բայց կարծես թե ինքը երեք հենց այդ մեթոդներով շփվեց падգամավորների հետ։ Պարտադիր պետք է ներողություն խնդրեր, որովհետև այդ ամեն ինչը լսել ենք ոչ միայն մենք, այլ նաև հազարավոր մարդիկ Հայաստանում եւ Հայաստանից դուրս, հետեւաբար դա իսկապես նաև քաղաքական խնդիր է, որ ինքը պետք է ներողություն խնդրի։ Բայց մենք հասկանում ենք, թե ինչ երկրում ենք ապրում, երբ ազգային ժողովի նախագահան կարող է թքել, հետեւաբար ինքն էլ կարող է այդպես հանգիստ նման բառապաշար օգտագործել, որ ես ցանկություն չունեմ նույնիսկ կրկնելու։ Իսկ սա արդեն որերորդ նման, այսպես ասած, տղայական ծեծկրտուկն ու հարաբերությունների պարզումն են, որը մի երկրի խորհրդանում, որը անվտանգային տնտեսական լրջագույն խնդիրներ ունի։ Դու օրինակ հաշվում ես, ինչ հաճախությամբ են լինում նման մեջադեպերը եւ ինչ է հետևում դրանց։ Թվով չեմ կարող ես էլ այս բանին ասել, թե սա որ երրորդն էր, բայց այսպիսի մի միջադեպ, որը եղավ կրկին կառավարության անդամների ներկայությամբ, խորհրդարանի ձևավորումից ամիսներ անց էր։ Այս դեպքում էլ Նիկոլ Փաշինյանի հենց ներկայությամբ իշխանական падգամավոր Վահագն Ալեքսանյանը մոտեցավ ամբիոնին ելույթ ունեցող ընդդիմադիր Վահե Հակոբյանին, հարվածեց նրան, այդ տեսարանին էլ ներկա էր վարչապետը եւ դրանից հետո պատասխանատվություն, թեկուզ խորհրդարանի էթիկայի հանձնաժողով կամ եւ այլն որևէ պատասխանատվություն ոչ իրավական, ոչ քաղաքական չեն հետևում այս միջադեպերին։ Ենթադրում եմ առաջիկայում նման միջադեպերը գուցե ավելի հաճախակի դառնան, հաշվի առնելով, որ ընտրական տարին մոտենում է, իսկ իշխանության եւ ընդդիմադիրների միջև այս փոխադարձ մեղադրանքները ավելի են սրվում։ Եվ փաստացի տարբերություն մեր բազմահազար հետևորդների եւ ունկնդիրների դու այլընտրանք չունես եւ պարտավոր ես ծայրից ծայր լսել բոլոր ելույթները, որ կարողանաս հետո դրանից ընտրել ամենակարևոր հատվածները եւ հաղորդել։ Այդ տեսարանները ամեն անգամ տեսնել, պատմելուց հետո ինչպես ես նյարդերդ հանգստացնում։ Ես իրականում այդ միջավայրում աշխատելով երկար տարիներ կարող եմ ասել, որ արդեն այդ միջադեպերը դարձել են սովորական մեզ համար, ուղղակի այստեղ մի քիչ պատասխանատվության հարցն է, զգոնության, որովհետև մի քիչ դժվար է իրավիճակը ճիշտ ներկայացնել, երբ որ միջադեպը կամ այդ վեճը երբ որ սկսվում է, այնտեղ ուղիղ եթերը անջատում են, մեզ այդ օթյակից հեռացնում են եւ ներսում տեղի ունեցողը արդեն մեզ հասանելի չի դառնում։ Ոնց շարունակվեց վեճը, ինչ տեղի ունեցավ, ինչպես է ստացվում, որ մեր աչքի առաջ ամենասուր արտահայտություններն են հնչեցնում միմյանց հասցեին, հայտարարում են ընդմիջումից հետ են գալիս եւ խաղաղ նստած են։ Այդ բաց հատվածը հասկանալու եւ ներկայացնելու խնդիրն է, որ ամեն անգամ այսպես փորձում ես ինչ-որ տարբերակներ գտնել, հասկանալ, որ մարդկանց եւս ներկայացնես, սա է մի քիչ դժվար, ամեն անգամ այդ խնդիրը ունենում ենք։ Շնորհակալ եմ Շողիկ եւ շնորհակալ եմ քո ջանքերի եւ աշխատանքի համար։ Ես էլ եմ շնորհակալ։ Հաղորդումը վարեց Հեղինե Բունյաթյանը, կհանդիպենք հաջորդ երկուշաբթի ցերեկը 3-ին մեկ այլ թեմայի մանրամասները քննարկելու։